Աբովյան համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ եւ անմիջական հետեւողականությամբ գյուղական բնակավայրերի ոչ բարվոք եւ անհարթություններով փողոցները ըստ առաջնահերթության վերակառուցվում են։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Գեղաշեն բնակավայրում։ Բարեկարգվել է գյուղի առաջին փողոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ 10-րդ փակուղիները, առաջին փողոցի 4-րդ եւ 5-րդ նրբանցքները, առաջին թաղամասի 2-րդ, 8-րդ, 9-րդ փողոցները, երկրորդ փողոցի 2-րդ նրբանցքը եւ 3-րդ թաղամասի 2-րդ փողոցը։ Օրերս համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային այցով Գեղաշեն բնակավայրում էր, որտեղ շրջել եւ ծանոթացել է ընթացիկ տարում գյուղում իրականացվող ծրագրերին, ճանապարհաշինական աշխատանքների ծավալին եւ որակին։ Ընդհանուր առմամբ Գեղաշենում կատարվել է շուրջ 11000 քառակուսի մետր մակերեսով հիմնանորոգում եւ ասֆալտապատում։ Շտկվել են խնդրահարույց փողոցներ եւ անհարթություններ, ստեղծվել են բնակիչների տեղաշարժի եւ տրանսպորտային միջոցների երթևեկության համար առավել բարեկարգ եւ անվտանգ պայմաններ։ Համայնքի ղեկավարը հետևել է նաեւ գյուղի մարզադաշտի պատվարի վերանորոգման եւ եզրաքարերի փոխարինման աշխատանքին։ Գեղաշենում ընթացքի մեջ են նաեւ ոռոգման համակարգի հիմնովին վերանորոգման աշխատանքները։ Համայնքի ղեկավարին ներկայացվել են երկու ջրահավաքի ավազանների կառուցման ընթացքի մանրամասները։ Ավարտական փուլում է 2845 եւ 2350 խորանարդ մետր ծավալներով ավազանների կառուցումը, որոնց շահագործման արդյունքում գյուղում զգալիորեն կբարելավի ոռոգման խնդիրը, մշակելի կդառնան շուրջ 500 հեկտար հողատարածք Գեղաշենում եւ շուրջ 300 հեկտար հողատարածք Կամարիսում։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում Աստանա դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ անցկացվել է ամփոփիչ կլոր սեղան քննարկում, որը նվիրված է եղել Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։ Քննարկումը եզրափակում էր Աստանա դիվանագիտական ակումբի նախաձեռնությամբ իրականացված շուրջ 7-օրյա ճանաչողական լոգիստիկ շրջայցը, որն անցնում էր նշված ուղիով։ Շրջայցի նպատակն էր խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ տնտեսական կապերը եւ բարձրացնել փոխադրումների արդյունավետությունը։ Այն միաժամանակ մասնակիցների համար առիթ էր տեղում ծանոթանալու լոգիստիկ ուղու հնարավորություններին եւ գնահատելու դրա գործնական կիրառելիությունը։ Միջոցառման ընթացքում քննարկվել են լոգիստիկ ուղու զարգացման հնարավորությունները, ներկայացվել են Հայաստանի ենթակառուցվածքները, առկա պայմանները եւ նախատեսվող ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներգրավման եւ տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի իրագործման հնարավորությունները։ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել 1 ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ի հետ զրույցում, փոխանցում է Sputnik Armenian։ Ըստ նախարարի Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը։ Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից, միաժամանակ ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է, ասել է Միրզոյանը։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական միության հետ եւ արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները։ Կա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը ըստ նախարարի բավականին հաջող ընթացք ունի։ Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ եւ ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ եւ չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաեւ որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների եւ երկար ընթացակարգերի վերաբերյալ, ասել է Արարատ Միրզոյանը։ Բաքուն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք սահմանադրությունում։ Դա մի պայման է, որը մենք չենք ընդունում։ Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում, փոխանցում է Ազատությունը։ Այն խնդիրը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, պարզապես գոյություն չունի։ Այնուամենայնիվ Ադրբեջանը տեսնում է այսպիսի խնդիր եւ դրանով է պայմանավորում իր նախապայմանները, ասել է արտգործնախարարը։ Մենք համաձայն չենք այդ պայմանների հետ, բայց ինչպես արդեն նշել եմ, մենք ինքներս էլ 2018 թվականից
կողմից խոսում ենք սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության ընդունման մասին։ Հանձնաժողովը գրեթե ավարտել է իր աշխատանք եւ ամենայն հավանականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցով հանրաքվե կանցկացնենք, եզրափակել է Արարատ Միրզոյանը։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում օրերս վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել, որին մասնակից են եղել նաեւ համայնքի ղեկավարի տեղակալն ու ավականու անդամներից մեկը։ Քննչական կոմիտեից հայտնում են խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է։ Հայկական ժամանակի տեղեկություններով վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը Դանիել Դանիելյանը եւ մեկ ավականու անդամ Վարդան Սուքիասյանը։ Վիճաբանության ժամանակ գործածվել է դանակ եւ քարեր են նետվել միմյանց ուղղությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ։ Կոմիտեից հայտնում են քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Մանկավարժական համալսարանի ռեկտորին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը սակայն մերժել է։ Այս մասին իրավաբան նետի հետ զրույցում նշել է Կարեն Գաբրիելյանը, ով ռեկտոր Սրփուի Գևորգյանի պաշտպանական խմբում է։ Ընտրվել է 3 համակցված խափանման միջոց, թե որոնք են դրանք պաշտպանը չի մանրամասնել։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը պաշտպանի խոսքով չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The Aspen Institute-ի ռազմավարական խմբի եւ անվտանգության ֆորումի տնօրեն Նիամ Քինգի հետ, հայտնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատնից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել ինստիտուտի հետ հնարավոր համագործակցության ուղղություններին։ Ընդգծվել է ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարեւորությունը։ Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում Աբովյան Նորհաճն ավտոճանապարհին Նորհաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Ս-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Վահե Զ-ի վարած ԿԱՄԱԶ մակնիշի հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը թափվել։ Շամշյան քոմի տեղեկություններով վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո սոցցանցերում գրել է, որ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն պատերազմը։ Սահմանները գծվել են պատերազմով եւ քաջությամբ, դրանք պետք է դադարեցվեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հայտարարեն հաղթանակի մասին, թող պատմությունը դատի։ Բավական է կրակոցները, բավական է սպանությունները, բավարար է ծախսերը։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի, ասել է Թրամփը։ Զելենսկին համաձայնել է հետը պայմանով, որ Միացյալ Նահանգները երաշխիքներ տա, որ Ռուսաստանի Դաշնությունը չի շարունակի պատերազմը։ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է չին-ամերիկացի ֆիզիկոս եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Յանգ Չժեն Նինգը։ Նա 103 տարեկան էր։ Չինական զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբ նա Ցինհուա համալսարանի պրոֆեսոր էր եւ Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ Հայտնի էր վիճակագրական մեխանիկայի, քվանտային դաշտի տեսության ոլորտում իր հետազոտություններով։ 1957 թվականին նա եւ Լի Չժեդաուն կիսել են ֆիզիկայի Նոբելյան մրցանակը թույլ փոխազդեցություններում տարածական պարտիտետի չպահպանման տեսության համար։ Այս հայտնագործությունը մեծ առաջընթաց էր մասնիկների ֆիզիկայում։ Ավելին, չինացի հետազոտողի աշխատանքը ոչ աբելյան տրամաչափի տեսությունների վերաբերյալ խորը ազդեցություն ունեցավ ֆիզիկայի զարգացման վրա։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետության մարզերում հոկտեմբերի 19-ին, 22-ի ցերեկը 23-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, հոկտեմբերի 20-ի երեկոյան 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, հոկտեմբերի 20-ից 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժ գնացում մինչև 19 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ից 21-ին գիշերը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։